Ուղիղ ժամը 8-ին մեր երկրում բացվեցին թվով 2005 ընտրատեղամասեր, ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցող 18 քաղաքական ուժերի պայքարի մեկնարկը տրված է։ Ալավերդու 24 կոտորակ 18 տեղամասը, որ Սանային կայարան թաղամասում է տեղակայված, ունի 948 ընտրող։ Պասիվ չի, կես ժամ 17 մարդ հայրի, պասիվ չի, նորմալ։ 24 կոտորակ 21 ընտրատեղամասը քաղաքի ամենամեծ ընտրատեղամասերից է, ժամը 9:30-ի դրությամբ ընտրողների ակտիվ հոսք կար։ Մեր տեսախցիկն արձանագրեց, որ ընտրողներից մեկը նկատել էր համար 13 ընտրաթերթիկի բացակայությունն ու բարձրաձայնել։ Բացակայող 13 համարի քվեաթերթիկը Ալյանս կուսակցությանն է, որը սակայն ինքնաբացարկ է հայտարարել եւ չի մասնակցում ընտրություններին։ Ոչ մի խնդիր չի արձանագրվել, դիտորդները ներկա են, վստահված անձինք կատարում են իրենց աշխատանքը, ոչ մի խնդիր չունենք։ Թիվ 5 դպրոցում տեղակայված 24 կոտորակ 15 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ ակտիվությունը ժամի նիտրությամբ բավարար է համարում, միջադեպեր չեն գրանցվել, ասում է։ Ակտիվությունը նորմալ է, ռիթմի մեջ է, խաղաղ, հանգիստ, բնականon ընթացքի մեջ ենք։ Թիվը դեռ այս պահին 2 ժամը մեկ ենք թիվը հանում, բայց ակտիվությունը տեղն է, նորմալ է, լավ տրամադրությամբ գալիս են, գնում են։ Թիվ 24 կոտորակ 12 ընտրատեղամասում մարդկանց հոսքը բավականին ակտիվ է, մեզ հանդիպած քաղաքացիները շտապում են իրենց ընտրական իրավունքն իրացնել փոփոխությունների ակնկալիքով։ Մենք գործ ունենք, բայց պարտադիր ձևով։ Ուսում առավոտներ, ուսում իրիկու պետք է գային ընտրության։ Մեր համովազգը ճիշտ ճանապարհով չի գնում, պետք է ճիշտ կանգնի, ամեն ինչ որ բոլորի համար լավն է։ Իրար ձեռքից բռնազրնեն, էլ ինչ ասեմ։ Այս ընտրատեղամասում մեր նկարահանման պահին քաղաքացիներից մեկը նկատեց, որ քվեախցիկում առկա է դատարկ ծրար։ Հանձնաժողովի նախագահը սա բացատրեց տեխնիկական թերությամբ։ Դա չեմ կարծում միջադեպ է, երևի ընդհանրապես տեխնիկական է եղել, մի ծրարի փոխարեն 2 ծրար է գնացել, բնական է ինքը մի ծրարով իր ընտրությունը կատարելու դուրս եկել, մյուսը ավելորդ է համարել թողել։ Այս ընտրատեղամասում գրանցված են դիտորդներ, այդ թվում միջազգային։